Այն ինֆորմացիոն տերորի մասին, որ անում է Ալիևը, մեզ ամեն օր պատմում են։ Գլխավոր մտքով, որ թշնամին նոր ագրեսիայի հող է պատրաստում։ Ճիշտ է, ինքներս էլ գիտենք։ Մեր ժողովուրդը այսօր ունի պատերազմներով ու բանակով անցած 100,000-ավոր ընտանիքներ իրենց տեսած լավ ու վատով։ Վատը շուտ է տարածվում, բայց լավի, մեր ուժի, հաղթանակների պատմությունները, մեր զինվորին գոտեպնդող քայլերը ինչու են այդքան անհամարժեք քիչ։ Նույնը փաստահենք վերլուծությունները թշնամու ուժի մասին, որ ալիքը միացնես սիրտը ճաքացնում են, թե բա Ադրբեջանի այս ու այն զորավարժությունը, լավ հասկացանք։ Ոնց որ ապրիլյանի օրը ամսի 3-ին մի հայտնի ռադիոկայան դրել ծերից ծեր Ալիևի ելույթներ լցնում գլխներիս։ Իսկ ով գիտի, թե իրականում մեզ մոտ ինչ կա կամ չկա։ Ես որ չգիտեմ, գիտեմ այնքանը, ինչի մասին հաղորդվում է։ Դրա համար դատողություն անելիս նաև ինձ հարց եմ տալիս, եթե ոչ մի բան չունենք, այդ ի՞նչն է Ալիևը իրան ճղում, որ վերադարձնենք Հնդկաստանին, Ֆրանսիային։ Իմիջիայլոց այս եղածի կամ չեղածի մասին երրորդ աղբյուրից անցած տարի մի հետաքրքիր վիդեո ունեմ, ինչպես կազդի Ադրբեջանի վրա, այս ներքևում տեսնում եք։ Ոնց է, նույն նապաստակներն են, այնտեղից 20 քանի տարի առաջ նույն իրավիճակն է։ Երեխեքից արել, թե նույն ձևի էլ այդ մարդիկ չեն 93-94-ին ամեն։ 93-90, այս է, տես, ճագարը, ոնց է, տես է ճագարի պես, են ծոլոր-մոլոր թախում են։ 2015-ի այս նույն բաներից երրորդ պատերազմում էլ է եղել 20 թվին, ուղղակի մենք պարտվել ենք ինֆորմացիայով։ Թշնամին կարողացել է լրահոսով կոտրել մեր հավատը, դա էլ է պատերազմի ձև ու շատ կարևոր։ Դուխ տվեք բանակին ու զինվորին, ամեն մեկը գոնե ձեր չափով։